Այն ազգով իր գոյության ողջ ընթացքում բախվել է ցեղասպանությունների, պատերազմների, սովի, տեղահանվել է, այժմ կանգնած է ինքնությունը կորցնելու վտանգի առջև, առհասարակ բնաջնջվելու վտանգի առջև, պետություն ու պետականություն կորցնելու առջև, վտանգի առջև, չի կարող ունենալ հասարակություն, որտեղ բացակայում են երբես երեխա ունենալու կամ երբես երկրորդին ունենալու կամ երբես ամուսնանալու հարցերը, քանի որ անձի համար առաջնային է անգիտակցական մակարդակում իհարկե սա մենք չենք գիտակցում խմբի պահպանումը, որովհետև եթե խումբը գոյություն չունենա, ապա անձը եւս վտանգի տակ կլինի։ Ու գիտակցենք սա մենք թե ոչ, այս հարցերը մեր գլխում պարբերաբար ծագելու են, առաջանալու են ու տրվելու են, քանի որ բազային անվտանգությունը ու ապահովությունը մեր խմբի մակարդակով դեռ ապահոված չէ։ Ու հենց այս պատճառով է, որ պատերազմից հետո շատ հաճախ նկատում ենք, որ ծնելիությունը բարձրանում է։ Այս ամենը կատարվում է հասարակության մոտ անգիտակցաբար, իսկ նպատակը մեկն է կանխարգելել խմբի բնաջնջումը։ Ու հենց այս պատճառով է, որ եվրոպական մի շարք երկրներում, որտեղ որ խումբը վտանգված չի, պետությունը վտանգված չի, իրենց գոյությունը վտանգված չի, այդ հարցերը չեն առաջանում ու չեն հնչեցվում։ Ոչ մեկին հետաքրքիր չի դու քանի երեխա ունես, ամուսնանում ես, թե ոչ։ Այնպես որ կամ համակերպվեք այս իրականության ու իրողության հետ, կամ փորձեք ամեն ինչ անել, որպեսզի մենք չբնաջնջվենք, գոյատևենք, մենք պետականություն ու պետություն ունենանք ու չկորցնենք մեր ինքնությունը։ Ու միայն այդ դեպքում ու այդ պայմանով ժամանակի ընթացքում նաև կվերանան ամենաանհարմար հարցերը։